Մարտի 8-ը ինձ համար ունի երախտագիտության խորհուրդ։ Ճիշտ է, մարտի 8-ը պատմականորեն ավելի շատ կանանց իրավունքների համար պայքարի եւ հաղթանակի օր է, սակայն ինձ համար օրվա բովանդակությունը հանգում է կանացի սոլիդարության եւ համերաշխության գաղափարին։ Թեև դստերս ծնունդը իրապես իմաստավորեց օրվա խորհուրդը, այդուհանդերձ մարտի 8-ը եւս մեկ անգամ կնոջ գեղեցկությունը, շքեղությունը, բոլոր արժանինքներն արժևորելու մեկ օր։ Սիրո եւ նվիրվածության արտահայտումը։ Մարտի 8-ը իմ կարծիքով կանանց ուժի ու կարևորության մասին ավելի շատ։ Մարտի 8-ը ինձ համար գնահատանքի խորհուրդ ունի, երբ որ գնահատված է կնոջ դերը ընտանիքում, հասարակության մեջ եւ ամենուրեք։ Կնոջ դերի գնահատման եւ շնորհակալություն հայտնելու։ Անուշակագույն։ Բաց երկնագույն, քանի որ այն խորհրդանշում է անսահմանություն։ Բաց վարդագույն, որը միաժամանակ խորհրդանշում է կնոջ քնքշությունը եւ ուժը։ Կանաչ։ Կարծում եմ մանուշակագույն։ Գարնան գալու հետ ասոցացնում եմ բաց վարդագույնը եւ կիտրոնագույնը, որոնք էլ կնոջը հաղորդում են էլեգանտություն եւ նրբագեղություն։ Կանաչ, որտեղ խորհրդանշում է գարունը։ Երևի կարմիր գույնը, սիրո, կյանքի, էներգիայի, ուժի։ Սպիտակը, որպես պարզության, մաքրության ու ազնվության խորհրդանիշ։ Միանշանակ կլիներ մանուշակագույնը, քանի որ այն արտացոլում է կնոջ էությունը։ Կարմիր գույնը կլիներ։ Մարտի 8-ը կլիներ բոլոր գարնանային գույները, որովհետև այս տոնը հենց գարնան է նշվում։ Հավատը առ Աստված։ Իմ ներքին խաղաղությունը։ Ներքին համոզմունքը, որ անհաղթահարելի ոչինչ չկա։ Կամքս եւ չկոտրվելու ունակությունը։ Կարծում եմ դժվարությունները որպես մարտահրավեր ընդունելու եւ դրանք հնարավորինս արագ հաղթահարելու բնավորությունը։ Սերը, նպատակի գիտակցումը, ինչպես նաեւ վստահ լինելով սեփական ուժերի։ Նպատակին հասնելու կարևորությունը։ Ընտանիքս, հատկապես 3 տղաներս, որոնք իմ ուժն ու հարստությունն են։ Իմ հավատը արդարության եւ իմ կատարած աշխատանքի, իմ սկզբունքների հանդեպ։ Վստահությունը սեփական ուժերից նկատմամբ։ Ուժ է տալիս իմ նպատակասլացությունը։ Զգացումը, որ իմ աշխատանքը կարող է օգտակար լինել եւ տեսնում եմ իմ աշխատանքի դրական ազդեցությունը, դա ամենավեծ մոտիվացիան է։ Պատասխանատվության զգացումը եւ սերը դեպի աշխատանքը։ Պարզ հասարակ բառ՝ շնորհակալություն, գնահատված լինել, վստահված պատասխանատվությունը, արդյունքը իհարկե եւ սիրելի մարդկանց աջակցությունը։ Առաջ գնալու հնարավորությունը։ Սերն ու նվիրվածությունը դեպի աշխատանքը։ Աշխատանքում մոտիվացնում է ինձ արդյունքը եւ պատասխանատվությունը։ Թերևս այն, որ ունենում ես թեկուզ փոքր, բայց ներդրում պետության կայացման գործում։ Այն կանայք, որոնք փոխել են պատմության ընթացքը։ Մայրս։ Միանշանակ մայրս, որովհետև ինձ համար կնոջ կատարյալ կերպար է։ Տատիկս, որովհետև իր սերը բացառիկ է եղել բոլորի հանդեպ։ Ինձ ոգեշնչում են եւ ոգեշնչել են այն կանայք, որոնք իրենց ինտելեկտով փոխել են պատմության ընթացքը։ Մայրս։ Մայրս, որովհետև իր օրինակով ոգեշնչում է լինել նպատակասլաց։ Մայրս, տատիկներս, Մայրս, որ միշտ եղել է կողքիս եւ ոգեշնչում է մինչ օրս։ Իմ մեջի եմ փոքրիկ աղջինակ, ով լի էր երազանքներով։ Մայրս, դեռևս մանուկ հասակից իրեն հիշում եմ խնամված, բարեկիրթ, նրբագեղ եւ անչափ մեծահոգի։ Ուժ է։ Առաքելություն է։ Պատասխանատվություն։ Ուժ է։ խոհեմություն, Պատասխանատվություն է։ Հոգատարություն է։ Ներդաշնակություն։ Հոգատարությունը։ Առաքելություն։ Թող որ յուրաքանչյուր կին լինի գնահատված, սիրված ոչ միայն այսօր, այլև յուրաքանչյուր օր։ Թող յուրաքանչյուր կին ճանաչի իր արժեքը, երբեք չկասկածի իր ուժին եւ միշտ ապրի սիրով, արժանապատիվ եւ երջանիկ։ Լինեն երջանիկ եւ կարողանան երջանկացնել։ Ձերելի կանայք, մաղթում եմ, որ ձեր իրավունքները լինեն պաշտպանված, ձեր կերպարը օրինակելի։
եւ ձեր ձայնը լսելի։ Անկախ դժվարություններից կանայք երբեք չկոտրվեն, շարունակեն զարգանալ եւ ինքնակրթվեն։ Կուզեմ բոլոր կանայք լինեն նախ անսահման առողջ, երջանիկ եւ ինքնաբավ։ Լինել կիրթ, առողջ, սիրել կյանքը եւ կյանքը կսիրի ձեզ։ Լինել համարձակ եւ ուժեղ։ Եղեք ներդաշնակ եւ սիրեք ինքներդ ձեզ։ Կուզեմ, որ բոլոր կանայք միշտ ժպտան։ Չկորցնեն իրենց ուժը եւ անկրկնելի հմայքը։ Շնորհավոր մարտի 8։ Մի հատ նորից էլի։ Կներեք, չէ՞ Նորից։ Վարդ մի հատ չկորցնեն։ Շնորհավոր մարտի 8։